Ֆինանսական բուրգ անունով հայտնի գործը հասել է վերաքննիչ դատարան։ Առաջին ատյանի դատավճռից դժգոհ ինչպես գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը, այնպես էլ գործով մեղադրողը եւ տուժողները։ Արթուր Անդրեասյանը մեղավոր է ճանաչվել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու մինչև վերջերս Երևանում գործող Մոսկվիչկա սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու մեջ։ Պաշտպան Մնացական Սարգսյանը դատարանից միջնորդում է արդարացնել 200 միլիոն դրամի չափով գույքի բռնագանձման եւ 10 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Անդրեասյանին։ Եթե քրեական գործով ցանկացած իրավաբան ծանոթանա եւ ասի, որ այս ապացույցը հիմնավորում է չարաշահումը, ես կհամաձայնվեմ դրան եւ կասեմ, որ նախարդախ է, այս չկա նման բան։ Հարաբերս չկա, չարաշահում չի եղել, բոլոր տուժողները նշում են, բոլոր տուժողները եղել են բարեկամական կապի մեջ։